Բարի երեկո ժողովուրդ ջան։ Հերթական իդիոտին եմ ստացել։ Չեմ կարող առանց պատասխան թողեմ։ Բարի ժողովուրդ ջան։ Ես ես տիկնոջը ընդհանրապես չի ուզում անդառնել, հասկանում եք, որ ընդհանրապես չի ուզում անդառնել, դաժե իմ մոտիկ հարազատ գաղափարակից ընկերներից մեկի հետ ինքը կոնֆլիկտ ունեցավ։ Ես ասի դե կնոջ զրույց է, չխառնում եմ այդ կնոջ զրույցի մեջ, բայց հիմա արդեն կնոջ զրույց չի ասի, այս արդեն երկրի զրույց է, որը որ պետք է ես խառնվեմ, որովհետև ինքը իրան արդեն շատ բաներ է թույլ տալիս, ասեմ, որ ես կինել արդեն Նիկոլի ցուցակի մեջ կա, հասավ իր նպատակին։ Ընտրությունների մեջ այս կինը կա։ Դրա համար ծծած իր ճղելով հասավ իր ուզածին։ Այս Աստված մեծ է հալբատ։ Նայենք էլ հետո նայենք։ Կամ հարաբերությունները մեր կարգավորվի երկու պետությունների մեջ։ Այո, դուք մեր պետության մեջ թուրքեր կտեսնեք։ Ու յուրաքանչյուր նման պահված ստանա դուժ դուգա։ Սա մեկը միշտ իշեք։ Մենք դուր չենք տա, որ ձեր նմանները խայտարակեն մեզ։ Մեզ հանեն վախկոտ նազարներ, թուրքին տենան ու հաղթնեն։ Բա, մենակ եք մենակ պակաս, որ մենք տեսնեինք թուրքին ու հաղթնենք։ Կարճ ասած, հարմար մեկ մտքի հետ, որ Թուրքի հետ մենք դիալեկտական հարաբերություններ ենք հաստատելու ու մի տարի հետո կլինի, թե երկու տարի հետո կլինի, այո, թուրքը հայտնվելու է մեր պետության մեջ, ինչպես որ ռուսն է հայտնվում մեր պետության մեջ, որովհետև մենք դա բացահայտելու ենք եղերնի մեջ, ով էր փաթաթված, դաշնակներից բռնած, ռուս ճակերտավոր եղբայրներից ելած։ Ուրեմն այս տիկինը բանից պարզվում է, որ 28 տարի ապրել է Ռուսաստանում, 28 տարի մի հատ ցելի կյանք։ Դե դա ցնգում է իջից մեջ բան, կակեբեից է խոսում, բան վառված, sense ասած ռսից, Իվանից վառված տիկինա։ Տիկին քեզի զորով էին պահում Ռուսաստանում։ Հիմա այս Եվրոպայում են խոսքի, որ գնամ էլ հեչ նեմեցի խերրին էլ չի, ես տեղ եմ, թե չէ։ Ինչ ռսի Իվանի խերրին էր դու գնացել թե մնացել էր, հա։ Չէր ուզում չմնալ այդ երկրում։ Բրիտոն քո ասած դու հիմա հաստատում ես, որ էլ հարցը թուրքերն են մեզի կոտորել, թե ռուսներն են դաշնակների հետ մեզի կոտորել։ Ու ես զարմանում եմ այն մարկանց վրա, որոնք որ այս տիպի մարկանց նայում են արա, հա։ Ես էլ եմ ասում, կրկնում եմ, երբ որ մեր մոտ սաղ ռովնի լինի, հանգիստ լինի, խնդիրներ չունենանք մեր հարևան երկրների հետ, ուզում ենք, չենք ուզում, մեր հարևան երկրներն են Ադրբեջանը ու Թուրքիան։ Հարևան երկրներ են։ Պետք է մի օր մենք այդ հարցերը լուծենք։ Բայց որ մենք ունենք մեծ խնդիրներ, տիկին, բոբո, Նիկոլա Զավր, որ ասա Նիկոլա Զավրը այս քո մասին է խոսքը, տիկին Նիկոլա Զավր, երբ որ մենք ունենք 5000 զոհեր, երբ որ մենք ունենք սահմանի խնդիրներ, տիկին Նիկոլա Զավր, երբ որ մենք Բաքվի բերթերում ունենք գերիներ, տիկին Նիկոլա Զավր, մենք դրա մասին լպտի չխոսանք։ Հասկացա՞ր, տիկին Նիկոլա Զավր։ Ոչ ամոթ ունեք, ոչ թասիբ ունեք, բլեď։ Նախ միած սկզբից ասեմ իդի նախսույ, պիդարաստ։ Կարևորը ոռնոցը ստորագրեցիր բլեծ։ Կամ էլ թասիբ հիշեցիր, իշավոտնուկ լսի։ Ով որ այս կառավարությանը սատարողներին ասում են Նիկոլա Զավր, զոմբի, չգիտեմ, անուղեղ, թուրք, ինչքան կոյուղա ջրեր կա լցվում է իր բերանը Հայաստանի Հանրապետության։ Իմացար, էդի մեկ, էդի բարի ախորժակ։ Ստի մաման ալամաշխարեն բանից անի, թե մենք 5000 զոհ ունենք։ Զոհի մասին մտածող օլուխ։ Բա գոնե այդ զոհերի թվից տեղեկացի։ Երրորդը, ստի մաման, թե մենք խնդիր ունենք, հենց հիմա սահմանին։ Է դու Եվրոպայից ես այտենց զգում, թե տեսնում, օլուխվիչ։ Այսինքն դու դեմ չես, որ հարևանների հետ հարաբերությունները կարգավորվի։ Դեմ չես, պրիզնատար էլի, որ պետք է в любом случае հարևանություն անենք։ Դիվանագիտական հարաբերություններ կարգավորենք։ Բայց ասում ես ժամանակը չի, ժամանակը որոշողը դու ես։ Այ օլուխվիչ, հա? Իմ բերան փակողը դու ես։ Այդ դու պետք է ինձ ասես ես ինչ խոսեմ, ինչ չխոսեմ։ Այդքան լուրջ տղուտեղ ես քեզ դրե։ Ես չգիտեմ Գերմանիայում դու խերին ես ընդ նստած։ Ինձ դա չի էլ հուզում։ Բայց այս թեման արդեն շատ եք շահարկում։ Այո, ես ապրել եմ 28 տարի Մոսկվայում։ Իմ ծնողներն են ինձ տարել։ Այո, ես վերադարձել եմ իմ երկիր։ Կապ չունի, որ գրին քարտ եմ շահել։ Ես հրաժարվել եմ դրանից, որովհետև ես ընտրել եմ իմ երկիրը։ Ու գիտես, օլուխվիչ երբ եմ ընտրել։ Եվ որ այդ մեր ճակերտավոր դաշնակիցը
խափեց մեր երկրին, հերթական անգամ քցեց։ Ու այդ ճակերտավոր դաշնակիցը աչքեր դրե մեր դրոշի վրա։ Այդ ժամանակ ես ինչ չէի կարողանում ներեի, որ ես ընդեղ եմ նստած ու հելա եկա իմ երկիր։ Հա, ինչ ես գյոտ կպե դրանից։ Ասում ես կանանց խոսակցություն էր, իմ գաղափարակից առնչվել էր, չխառնվեցի ֆլան ֆստան։ Նախ առաջինը ասեմ, որ քաղաքականության մեջ օգու որոշ չկա։ Այս շովինիստ։ Երկրորդը։ Ես ընդհանրապես մի եկի հետ եմ առնչվել։ Այս վերջերս, այն Ամերիկայի Յորշիկի հետ, որը Ռուսաստանի հայերին այլակարծիք լինելու համար դիմում էր Facebook-ին, որ բռնեին։ Ու չասեմ, որ հատվածից ինչ ասես դուս էր տալիս։ Ինքը իր պատասխանը ստանալու է, ինքը թող սպասի, նես չի որ պլստած։ Դու իր գաղափարակիցն ես։ Այսինքն դուք բոլորդ ընտրել եք դեմոկրատ պետություններ, հələ սիկտիր եք եղել, ուսես գաղափարակից պուտլերա մեռեք, հա, սաղդ։ Հետաքրքիր։ Ու հիմա видите ли որոշեցիր խառնվես, որտեվ էսի շատ սիրոզնի հարց է, էլի, իսկ այն հարցը երևի սիրոզնի չէր։ Այս հարցն է սիրոզնի, լուծողն էլ երևի դու ես, հա։ Ուրեմն լսի, այ փարչակ։ Ես քո տեղը լինեի, ամոթից էլ չէի մտնի вообще էֆիր կամ երեսս չէր երևա, ընդհանրապես համացանցում։ Մի հատ հարց եմ տալիս քեզ։ Ստի մաման ալամ աշխարհը, թե ես Նիկոլի ցուցակում կամ ընդհանրապես ես նման քայլ եմ արել, կամ դիմել եմ, կամ ուզել եմ, Այ Օլուխովիչ։ Նորից եմ հարց տալիս։ Ստի մաման ալամ աշխարհը, բռնի եմ բանից անի։ Եթե ես Նիկոլի ցուցակում կամ, եթե ես անգամ ԿՊ-ում կամ, այ ոչխար։ Հելը լես ակնհայտ ստում ես, հենց քո ժողովրդին, այ ոչխար։ Երկրորդը, ես որ իմ նպատակին հասնեմ, դրա համար ես ինչ չեմ ճղում, ես շատ հանգիստ եմ հասնում իմ նպատակին, ես ընդհանրապես ձեր նմաններին եմ ճղում համացանցում։ Հա, մեկ էլ մաքսիմում աշխատանքի վայրում, ասենք թղթեր առնում, նենուժնի, դրանք եմ ճղում։ Հիմա ասնեմ այն նյութին, որ դրել էիր, ու այս շշ դուս էիր տալիս։ Ուրեմն լսի, նախ առաջինը դու չպետք է ինձ ասես, թե ես ինչ խոսեմ, եղավ։ Կգնաս տնայցիկովդ կզբաղվես, այ հոգնած։ Երկրորդը, բա այդքան ճիշտ տղա էր, մի հատ լրիվ նյութը դնեիր։ Եզդի աղբեր։ Բա այդ քո ազգականին։ Եզդի եղբորը Ֆրանսիայից բերեցին հասցրեցին Հայաստան, մահամերձ վիճակում։ Ու տեսար ինչ էին անում այդ սկորի, այդ շտապ օգնության մեքենան, դեմը կտրում, խանգարում, վթարային սիտուացիա ստեղծում։ Տեսար, բախի չէ հելար մի բան չասիր։ Ես եմ հելե ասել։ Ու ասել եմ այո։ Կարողա տեսնեք իրենց, մեր երկրում, ոչ թե ապրելուց օլուխ, այլ մտնել դուրս գալուց, որովհետև մենք պայմանագիր ենք կնքել խաղաղության, ու մենք դիվանագիտական հարաբերություններն ենք կարգավորելու, ուզես դու դա թե ոչ, քեզ հարցնող չկա։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է դա որոշում, հասկացար, Օլուխովիչ։ Իրանց մեքենաներն էլ կմտնեն դուրս կգան, մեր մեքենաներն էլ կմտնեն դուրս կգան, դրա ժամանակն էլ կգա։ Ինչ հասնում է գերիներին։ Ուրեմն այդ պրոբլեմը ոչ քեզ են տվել, ոչ էլ ինձ։ Հասկացար։ Ոչ դու ես լուծողը, ոչ էլ ես։ Հիմա ես նայում եմ քո ռոժին, ու մտածում եմ դու ինչ կենթանի ես вообще, որովհետև իմ գլխի մեջ չի տեղավորվում, որ մարդը, տղամարդը կարա այսքան իդիոտ լինի։ Չէ, իդիոտ մարդ իրավունք ունի լինի, բայց որ sense քաղաքական վերլուծաբան բլոգեր, ես իմիշ տանձի գլոխ, այսքան իդիոտ լինի, չի տեղավորվում իմ մեջ, ոչ մի ձևի։ Ես ես մտքի հետ չեմ հաշտվում, ոչ մի ձևի։ Ու քո նմանա հել նման հայ ազգինա ներկայացնում, լուրջ ես ասում։ Հա, իդեպ են որ հելել էր, ես զարմանում եմ ոնց են լսում բան զզվանքով էլի։ Ունես չէ էլի որ եկել եմ ձեռդ ուզելու, այ հոգնած։ Ես պարտավոր չեմ քեզ դուր գամ։ Հետի մեկ, երկրորդը, դու մի զարմացի իմ լսարանի վրա։ Դու մի զարմացի այն մարդկանց վրա, որ ինձ լսում են, որտեղ սա քո ուղերի մակարդակին չեն, էլի։ Ջոգիր ինչի մասին եմ խոսում։ Այ որ դու ինձ հարգեիր, այդ խնդիր կներ ինձ համար, որտեղ մենք նույն մակարդակի չենք կարող լինենք, նույն մակերեսի վրա չենք կարող լինենք։ Գիտես խի, որտեղ ես աղջիկ հալով
այսքան ժամանակ բրդացրած չկամ։ Իսկ դու աներ ես։ Էլի լես քո ժողովրդին քո լսարանի խափում ես, ակնհայտ ստում ես։ Այ ձիգզող։ Ասում ես չէի ուզում անդրադառնալ, քա քեզ կերե որ անդրադարձել ես։ Առավել եւս որ ստել ես։ Ու այսօրվանից լավ հիշի։ Մի անգամ էր դու իմ անունը տվեցիր, հելնելու եմ կատոկ եմ քեզ։ Մի այլ կարգի։ Չես էլ պատկերացնի ոնց։ Սրանից հետո չհամարցակվես ստես։ Եթե դու իմ ասացի հետ ինչ որ մի հարցում համամիտ չես, հելի կոռեկտության սահմաններում ոռնա, պատասխանը կլսես։ Բայց եթե ստես կամ քեզ ավել պակաս բան թույլ տաս, չնեղանաս։ Անենց պատասխան կստանաս, որ դրանից հետո չմոպտի լինես, որ մտնես вообще համացանց։ Հասկացա՞ր։ Որովհետև համբերությանս բաժակը ծերից ծեր լցված է, գինն էլ շատ թանկ է։ Իմ երկրի դրոշը ես ատամներով եմ պահելու, ուզում եմ միլիոննա ձեր նման ոչխար գա, իշավոտնուկ գա, մենք մեր դրոշը պահելու ենք, հասկացա՞ր։ Ու մենք քո ասած խերին, ուզում ես այդեն նստած մնա։ Ես եկել եմ իմ երկիր, իմ գեր նպատակն է, որ իմ երկիրը մնա անկախ, ինքնիշխան, դրոշը միշտ ծածանվի, հասկացա՞ր իշավոտնուկ։ Так что давай, сиктишься на ламезон.